Ինչպես բերեն, նոր խոսում եք, ասենք տեսեք բաները, եթե կարողանան իրենց ամբիցիաները եւ այլն, այլ համապետական մասշտաբում մենք ոնց որ թե այդ չենք նկատում, լավ գոնե Գյումրին օրինակ դառնալ, ի՞նչն է խանգարում։ Շատ ենք խոսել իհարկե թեմայի շուրջ, բայց ի՞նչն է խանգարում ընդդիմադիր խոշոր ուժերին, աչքի ընկնող երկրի ներսում կուզեք անունը դրեք primaries, իրենց շարքերում, ինչ որ նման մի նախնական բան անել, այդ չարչրկված այդ տեխնացուին գտնել իրենց մեջից միասնական կամ իրենց դրսից, որտեղից ու գնալ փողոցայինի ու խորհրդարանականի, հա, այս բան, ուրեմն զուգահեռ պայքարի։ Այո, ես լրիվ այդ տեսակետը մենք պաշտպանում ենք եւ հիմա էլ այս ընթացքում բավականին ակտիվացել են process-ները, ոնց որ հասարակության մեջ շատ մեծ գլուխ է բարձրացնում այն գաղափարին աջակցությունը, որի մասին ես խոսում եմ դեռ 2022 թվականի օգոստոսի 23-ից եւ որը մեր սահմանադրությամբ կոչվում է անվստահության գործընթաց, ժողովուրդը դրան ասում է impeachment։ Դա պետք է անել մեկ օր շուտ եւ դա լինելու է այն համախմբող ուժը, որը կհամախմբի ողջ ընդդիմադիր սեգմենտը եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից վռնդելու տրամադրություն ունեցող մեր ողջ հասարակությանը։ Մի պահ ընդհատեմ, հիմնականում, եթե իմ տաղավարում լինում են խորհրդարանական ընդդիմությունից, ասում են ամեն ինչին համաձայն ենք, բայց միգուցե դա լինի օդ կրակոց ու վստահ չեն երևի, որ այդ ձեր ասած բանը կլինի համախմբ, այսինքն չունենք այդ ռեսուրսը, ինչու իզուր տեղը կրակենք այդ փամփում, մոտավորապես այսպես է ձև արդարացումը ձևակերպում է։ Վստահ եմ ծանոթ եք։ Ես բնականաբար ձեր տաղավարի բոլոր հաղորդումները լսում եմ, ձեր հյուրերի մեծ մասին եւ ծանոթ եմ այդ տեսակետներին եւ այդ տեսակետը ես համարում եմ անհիմն եւ անլուրջ տեսակետ։ Այդ նույն բանը ոնց որ ժողովրդին ասես, սիրելի քաղաքացիներ, տոմս առեք, գնացեք Վազգեն Սարգսյանի մարզադաշտ դրոշներով, երեսներից բաներ քսած, բալեշիկի պլակատներով, եթե դուք բոլորդ գնաք մարզադաշտ եւ մենք տանը նստած տեսնենք, որ մարզադաշտում տրիբունաներ լիք տեղ, ազատ տեղ չկա, ժողովուրդը այդ ժամանակ մենք մի հատ ֆուտբոլային թիմ կստեղծենք։ Կընտրենք թիմի մարզիչ, թիմի ավագ, կգնանք ֆուտբոլ խաղանք, դե դուք եկել եք, չէ, որ բալետ անեք, խոտես չեք մնալու։ Անլուրջ է։ Հակառակն ալում, չէ։ Այսինքն ձևավորվում է ֆուտբոլային թիմ, հստակ որոշում է թե ով է թիմի մարզիչը, ով է թիմի բժիշկը, ով է ավագը, ով է դարպասապը, ով է խաղ են խաղում, ժողովուրդը տենում է, որ այդ մարդիկ իսկականից ֆուտբոլիստ են, իրանք նպատակը մոտիվացված են, այդում են լսում են փողել են ծախսում, այդում են լսում են տրիբունա, ասում են աջակցենք մեր թիմին, որ մեր թիմը հաղթի։ Կարող է այդ սաղը լի թիմը պարտվի, տենց լնում է։ Բայց առանց թիմի միայն բալեշիկով ֆուտբոլ չեն խաղում։ Շատ միգուցե գրեհիկ է համեմատությունս կամ սխալ է համեմատության մեջ, բայց նման է։ Հիմա քաղաքական գործիչները, որոնք ազգային ժողովում падգամավորի մանդատ ունեն, եւ այդ մանդատը իրանց սահմանադրական իրավունք է տալի, սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, եւ կա դրա համար բոլոր իրավական հիմքերը, քաղաքական հիմքերը։ Իրանք պետք է այդ գործընթացը սկսեն եւ ապավինեն ժողովրդի աջակցությանը, որպեսզի ժողովուրդը դուրս գա փողոց, իրենց այդ գաղափարը առաջ մղելու համար։ Այսինքն առանց հանրային աջակցության հավանականությունը քիչ է, որ միայն պարլամենտով իրանք կարող է հաջողեն, որովհետեւ ԿՊ-ի падգամավորները չեն զգա այդ ժողովրդի ուժը, էներգիան եւ իրանք ազատ կմերժեն, կջնջեն, կգցեն։ Բայց առանց այդ process-ի ժողովուրդը փողոց դուրս չի գա, դուրս գան, որ ինչ անեն։ Այդքան հանրավաքի որ դուրս կգան, պարոն։ Չէ, ոնց վստահ, քանի անգամ է դուրս եկել։ Իրենց հա, թիկունքին կկանգնի։ Քանի անգամ է դուրս եկել։ 2022 թվականի սեպտեմբերի 15 ազգային ժողով շրջապատել էին, падգամավորներից խնդրեցին, գնացին ազգային ժողով, չարեցին։ Հիշում եմ։ 2024 թվականի մայիսի 9-ը հավաքվեց ժողովուրդը փողոց, չարեցին։ 2023 թվականի սեպտեմբեր Արցախի բռնի տեղահանման շրջան Հանրապետության հրապարակը լիքն էր։ Այո։ Նախաձեռնեցին անվստահություն, չեն անում այդ մարդիկ։ Հիմա արդեն մենք պիտի հավասարության նշան դնենք իրանց ու ոնց որ ԿՊ-ն իրանք ասում են չեն անում։ Իրանք էլ չեն անում, նույն բանն է։ Տրամաբանական ինչու սպասում են 26 Հիմա ինչն է իրանց ուզածը, վարչապետի տեխնացու չունեն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կարող լինի վարչապետ։ Հայաստանում երկրորդ մարդը չկա, որ մի մարդ, որը ոչ կրթություն ունի, ոչ դաստիարակություն ունի, պարզվում է ոչ կնիկ ունի, ոչ պրավա ունի, սաղ կեղծ։ Նախկինում դատված, ոչ մի տեղ չաշխատած։ Նա կարող լինի վարչապետ։ Հայաստանում ուրիշ մարդ չկա, որ կարող լինի վարչապետ։
Միգուցե ոչ ոք չի համաձայնում, պարոն Ղազարյան։ Դե ես էլ ասել եմ, եթե ոչ մեկ չի համաձայնում, ինձ առաջադրեք։ Չէ, ասել եմ ամենավերջ, իրանք մի անգամից իջնում են վերջի տեխնացուի վրա, ասում են վերջինին քարգոծել, ասում են ինչպես դու ասում որ դու։ Ասում եմ ես վերջինն եմ, մի ասեք մարդ չկա։ Կա, բայց ես կարծում եմ, որ այդ մարդը նախ դուք պետք է առաջադրեք։ Ընտրության եք մասնակցել Հայաստան դաշինք։ Ձեր դաշինքի առաջի համարը եղել է Ռոբերտ Քոչարյան, ընտրական օրենսգիրքն էլ ասում է առաջի համարը վարչապետի տեխնացու։ Առաջադրեք, այ մարդ։ Գրեք, հա։ Պատիվ ունեմ դաշին, գնացել եք ընտրության, ձեր պատկերացումներով վարչապետ կարել էր Արթուր Վանեցյանը, ճիշտ է, դուք տենց եք պատկեր, իրան եք գրի առաջի համար։ Եթե հիմա մեծամասնությունը ձեզ քվեարկեր, Արթուր Վանեցյանը պետք է վարչապետ, չէ՞։ Դա դες պատկերացումներ, այ մարդ առաջադրեք, սկսեք, ինչ եք ուզում։ Եթե չեք առաջադրում ձեր առաջնորդներին, ձեր շարքերից մարդ չկա, ասենք Հայաստան դաշինքի կազմում կա Արմեն Գևորգյան, որը փող վարչապետ է եղել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնով աշխատակազմի փորձառու, բանի մաս, տեսքը տեղը, խելքը տեղը, հետ աշխատել եմ, ես գիտեմ։ Ասենք Արմեն Գևորգյանը չի կարալի վարչապետ, Նիկոլ Փաշինյանը կարալի վարչապետ, այ մարդ առաջադրեք, սկսեք այդ գործընթացը։ Ինչ է նշանակում ուզում է, չի ուզում։ Իսկ ոնց ինքը ինչ է ուզում։ Ուզում է կյանքը թեթև լինի, հեշտ լինի, բայց այդ դեպքում ինչ է քաղաքականությամբ զբաղվում։ Ուրեմն ինքը պայքարի մարտիկ չի, եթե պայքարի մարտիկ չի, բան չի պատգամավոր։ Իդեպ 21 թվականին ձայներ ստացել են հենց խորհրդարանում նաև իշխանապողությունն ապահովելու մեջ չեմ սխալվում։ Բայց մենք էլ այդ ասենք մենք ոչ մի նոր բան, մենք ոչ քաղաքական պահանջներ ենք նոր դնում։ Քաղաքական պահանջ իրանք են դրել։ Իրանք ասել են մենք գալիս ենք խորհրդարան, որպեսզի փողոցային պայքարը համադրենք պատգամավորի լիազորություններից բխող գործողությունների հետ։ Փողոցային պայքարը դադարեցրել են, պատգամավորից բխող գործողություններ չեն անում։ Հիմա անվստահության գործընթացը դա ոչ թե Էդգար Ղազարյանի մտահաղացումն է, ես դες նստել եմ, sense խելքս հավաքել եմ գլուխս, ես մի հատ know-how եմ մշակել, տարել եմ գրանցել եմ մտավոր սեփականության գործական։ Պատենտավորված չի, դա սահմանադրությունը գրած է։ Սահմանադրությունն ասում է, ազգային ժողովը ձևավորում է կառավարություն, ազգային ժողովը հավանություն է տալի կառավարության գործունեության ծրագրին, կառավարությունը պետության ներքին արտաքին քաղաքականությունը իրագործում է միայն ծրագրի հիման վրա, եթե կառավարությունը շեղում է իր ծրագրից, ազգային ժողովը կառավարությունը անվստահություն հայտնում։ Պարզ գրած բան, այսինքն մենք ոչ մի նոր բան չենք ասում, ասում կլինի մեր երկրի սահմանադրության օրենքներով առաջնորդվեք։ Ձեր քաղաքական խոստումներով։ Չեմ ուզում, տեսեք, բացառելով գնացինք, կադրային բազայի խնդիր չունենք, մանդատի խնդիր չունեն մարդիկ, եւ Քավլիցի ես մեկը գոնե դուք էլ ասած չենք կասկածում իրենց որևէ մեկի պայքարի հայրենասիրության ոչ մեկի նաև այնտեղ ունենք մարդիկ որոնց անձամբ հետեւաբար հարց առասեմ դա անկրթություն ինչի՞ց է հա ինչի 26-ի ընտրության են պատրաստվում հիմա քանի որ ախենում ինչ է բայց 26-ի ընտրությանը պետք չի պատրաստվել այդ 26-ի ընտրությունը գալու է չէ հիմա ասեք մարդը պիտի իր մահվանը չպատրաստվի չէ որովհետև աշխարհում բոլոր մարդիկ ովքեր ծնվում են նաև մահանում են։ Հիմա 26-ի ընտրությունը սենց տենենց լինելու է։ Դուք դրան ինչ եք պատ, ինչ եք որոշել եք որ պիտի 26-ին ընտրություն լինի, դա էլ է սահմանադրությամբ։ Բայց դուք ինչ մինչև 26 թիվը հələ 3 անգամ ազգային ժողովը կարա վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն ցուցաբի։ Նույնիսկ դրի քվեարկության չանցնի։ Բասում բա մի անգամ գոնե արեք։ Արդյունքը տեսնենք։ Տենանք չի ստացվում, հետևություն անենք, երկրորդ անգամ գնանք արդեն մեր հետևություններով, չէ՞, հնարավորությունները չենք բաց թողնում։ Ես երբ որ 22 թվականի օգոստոսին ասում եմ, սկսեք ասում եք, եթե անենք չստացվի 6 ամիս չենք կարող անենք։ Ասեմ 6 ամիս ինչ պիտի անեք։ Հիմա ասեք, ինչ պլաններ ունեք այդ 6 ամսվա համար, որ զրկում եք ձեզ այդ 6 ամիս։ 5 հատ 6 ամիս դրա վրա անցել է արդեն։ Մնացել է 3 հատ։ Առնվազն կճշտեին թե ինչքան էլեկտորատ ունեն գոնե։ Շատ բան կճշտվի ու հետագա քայլեր այդ կանես ասեք եթե հնարավորությունը չօգտագործել դու ինչով ես բացատրում ասում եք քպեականները դեմ են ասում առաջին դուք եք դեմ հələ քպեականներին չենք հասել հələ ձեզ չենք կարող համոզենք որ սկսեք հələ դուք սկսեք այդանք հասնենք քպեականներին նոր կերևա քպեականները այսօր խմբակցությունն է որ ընդամենը մի քանի ոչխար արդեն 3 падգամավոր այդ խմբակցությունից հանել է Հովիկ Աղազյանի ոչխարները Հովիկ Աղազյանը դուս եկավ, Հակոբ Ասլյանը հետևից, այն Վիլեն Գաբրիելյանն էլ դատախազին ասած հիմնավոր չի, այնը դեմ քվեարկեց, ուղարկին Գյումրի գաստրոլների հանին։ Մի շաբաթվա մեջ մի քանի ոչխարով 3 հոգի դուս է եկենդից արդեն։ Բայց քաղաքական process-ը լինդե մարդ կմնա։
Այսինքն միգուցե ինչ անենք այդ վերջի հարցը այն որ ասում եք ճնշում գործադրել ԿՊ-ի վրա միգուցե հասարակական ճնշում դուք եւ ձեր նման մտածող մարդիկ սկսենք այսպես են գործադրել անում ենք հիմա ասենք որ նախաձեռնություն կա կոչվում է արդ ունենք շարժում Մալյանին է տեղյակ եմ այո ես էլ եմ այդ քննարկումներին մասնակցում իմ թեզը շուտ բանից ունեմ հիմա եմ հետաքրքիր է գնում եմ քննարկում հիմա մտադրություն մենք ունենք առաջիկա բոլոր падգամավորներին գրություն գրենք ժամկետով խելամիտ ժամկետով այդ քանի որ իրանք 22 թվից կարային դանեն չեն անել ասենք մեզ եւս 5 տարի պետք իրան սպասելու համար 5 օրը լրի բավարար է ասենք դա ձեր իրավունքն է ում ուզում եք առաջադրեք այդ գործընթացը սկսեք չեք անելու ուրեմն կներկայանանք մենք վարչապետի տեխնացիով ծր այսինքն դուք բան չունեք չանել դուք իրավունք ունեք չեք արել չէ դե ուրեմն հնարավորություն տվեք ով որ կարող է այն անի Այսինքն դուք տանեք տեխնատուին, իրանց ասենք էսա մեր տեխնատուն է, դրեք եւ Ընդ որում գիտեք սահմանադրությունը ինչ հնարավորություն է տալի։ Ասենք հիմա ընդդիմության շարքերում կա ընդհանրեն 34 падգամավոր։ Հիմա կարա 34 հատ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն լինի։ Ամեն падգամավոր իր սեփական նախաձեռնությունը 34 վարչապետի տեխնացիով։ Մյուս падգամավորները Կարամ 34-ի տակ է ստորագրեն, մեկը կարա 4-ի տակ ստորագրի, մեկը 1-ի տակ ստորագրի։ Հիմա ասում եմ 34 տեխնացու ամեն մեկը այդ հանրային դաշտում ով է ով ումա պատկերացնում։ Թող գրի այդ գործընթացը սկսի։ Այդանք եմի ստորագրություն տեսնենք որի տակ ամենաշատ ստորագրություն հավաքվել է ամենաշատ ստորագրությունը Հրանտ Բագրատյանի տեխնացիան տակ։ Այն 33-ը ճղենք թափենք։ Այդ մեկին ասենք եկեք մյուսներով էլ միացեք ով որ չի միացել, էս մի նախաձեռնությանը մենք գնում ենք արա որովհետև սրանով ընդամենը դու վարչապետից նախաձեռնությունը չի կոչվում վարչապետի ընտրություն նախաձեռնությունը կոչվում է վարչապետին անվստահություն ուղղակի դու դրա համար պիտի ունենաս տեխնացու մեկը մեր սահմանադրությամբ կառավարությունը կոլեգիալ մարմին է վարչապետը միայնա ոչինչ չի որոշում այն մնացած 34-ը որ ճղին թափեցիք վարչապետից դրանք կարան փոխվարչապետներ լինեն դրանք կարան այդ կառավարությունը այո մենք է ժողովրդի կասենք ախպեր ջան Արման Թաթոյանին եք մեկը Արման Թաթոյանը վարչապետ չի էլ չի ուզում արդարադատության նախարար կլինի այդ ժամանակավոր կառավարությունում Մեկին չգիտեմ չէ ուզում էր վարչապետ չի եղել կլինի պաշտպանության նախարար մեկ կլինի էկոնոմիկայի մեկ այդ կառավարության նպատակը հակաճգնաժամային գործողություններն է ժողովրդին այս պետությունը կործանումից փրկելն է թե որը տում եք ուզում այո 26 թվին ընտրություն կլինի կետակ ձեր ընտրությունը կանեք իշխանությունը կձևավորվի դրան համար հիմա հակաճգնաժամային կառավարություն կարգաժամկետ նկատում եք 1 տարի Ինչե 26 թիվ որ անցկացնի այո որպես այս պարլամենտը չլուծարվի որպես այն ԿՊ-ի падգամավորներն էլ ովքեր հիմա պիտի քվեարկեն հասկանան որ իրանց քվեարկելով իրանք հանձախմբից դուրս են գալի ու մինչև 26-ին իրանց հիպոթեկ հələ կմարեն իրանց տները հələ կառնեն Եվ վերջին հարցը պարոն Ղազան դուք վստահ չասեմ հավանականությունը գնահատել եք այն հաստատ հասարակությանը շփումներ եւ այլ տրամադրություններ ուսումնասիրելով այս ամեն ինչը նախաձեռնելով հավանականությունը որքանով է մեծ որ իրոք ժողովուրդ կհավաքվի հենց ազգային ժողովի բակում Ես վստահ եմ այս ժողովուրդը բազմիցս հավաքվել է Երևանը 1 միլիոն 200 հազար բնակիչ ունի Երևանի մոտակայքում են գտնում Հայաստանի մեծ քաղաքների մի զգալի մասը Էջմիածինը, Աշտարակը, Աբովյանը, Հրազդանը, Արմավիրը, Արարատը, Արտաշատը, Մասիսը Արտաշատից Երևան հասնելու համար կես ժամ ժամանակ ապրել 9-րդ մասիվից Բաղրամյան փողոց հասնելու համար 20 րոպե ժամանակ ապրել Եթե այդ մարդիկ իմացան որ իրենց ներկայությունը խնդիր է լուծում այսինքն կա քաղաքական process որին իրանք իրենց ներկայությամբ Կարան նպաստեն, կես ժամ հետո հավաքվելու են։ Եթե ես հիմա հանրահավաք հրավիրեմ, ասեմ ժողովուրդ եկեք ես հիմա ելույթ եմ ունենում, դու լսեք, ասեն են Արկադիի մոտ խոսում էր, լսել ենք, դրանից լավ բան ինչ պիտի ասես։ Նոր բան ես ասել։ Այս խորհրդանական ընդդիմությունը, ամբիոնից խորհրդանական ընդդիմությունը հայտարարում ժողովուրդ այս ժամին, այսինչ օրը սկսում եմ այս process-ը, այս ցուցակը դուք։ Եվ մենակով դժվար կարողանանք մենք ԿՊ-ին համոզենք, որովհետև գիտեք, դրանք սովորական падգամավոր չեն, բանդիտներ են, հանցախումբ են, ձևավորվել են, դրանք հենց նրանց իրավունք չեն տալու։ Մեկը դուրս է գալի լսում են գլխին, չէ՞, ասենք Հովիկ Աղազյան, Հակոբ Ասլյան, որ մինչև այդ գովում էին ավարերի ճակատամարտի սաղ պատերազմների մասնակցել է, իրանք դերին դրան ինչ ասես ասեցին։ Հիմա քանի որ դրանք տենց են, մենք մեզնով միայն դրանց հետ շփվում։ Այդ հարցը չեն կա, ձեզ պետք դուք եք չէ նաև դրանց ընտրել։ Հելեք եկեք մեզ տիրություն արեք, մեզ աջակցություն ցուցաբերեք, կլեն կգան մի ժամում, եւ այդ խնդիրը կլուծվի հենց մի ժամ